Մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցին լի էր հավատացյալներով։ Ամեն տարվա պես ջրաքալույցի պատարագին ներկա էին նաև երկրի նախագահը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այրեր։ Հարության ավետիսը ապաշխարության եւ հոգեվոր նորոգության առիթ է, ասաց պատարագիչ քահանան։ Նա հորդորեց մշտապես ականջալուր լինել Տիրոջ պատգամներին եւ փորձել ապրել աստվածային սիրո ջերմության մեջ։ Պատարագի ընթացքում Տեր Շահե քահանա Հայրապետյանը ընթերցեց ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Հարության հավատքի զորությամբ են մեր հայրերը պատմության հոլովույթում դիմակայել փորձություններին, կերտել հաղթանակներ եւ արձանագրել հոգեվոր ու ազգային մեր կյանքի վերելքները։ Այսօր եւս աշխարհասփյուռ մեր ժողովուրդը շարունակում է դիմակայել նորօրյա վտանգներին ու փորձություններին, հանուն ազգային դարավոր իր իղձերի իրականացման եւ հանուն հայոց լուսավոր գալիքի»։ Չնայած մերթընդմերթ տեղացող անձրևին, հավատացյալների հոծ բազմությունը պատարագի ընթացքին հետևում էր դրսից։ Ջրաքալույցի այսօրվա խորհուրդը ամփոփում է այն իրողությունը, թե որքանով ստացվեց այդ հանդիպումը մեր եւ Աստծո։ Եվ բնականաբար այն լույսը, ավետիսը հարության, որ այսօր փոխանցվում է մարդկանց, պիտի մաղթենք, որ լինի ոչ միայն այս պահքի ընթացքում զատկական այս տոնակատարություններ, այլ ամբողջ մեր կյանքի ընթացքում մեզ առաջնորդող։ Ջրաքալույցի Սուրբ Պատարագից հետո հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառեցին իրենց մոմերը, Տիրոջ խորհրդանշական լույսը իրենց տուն տանելու, ընտանեկան հարկերը ջերմացնելու եւ հարազատներին Քրիստոսի հարության ավետիսը փոխանցելու համար։ Մեծ տոն է եւ իմ ամենասիրած տոներից մեկը։ Քրիստոսի լույսն ենք տանում մեր տուն, որ դծվում է մեր հայկական օջախները, քրիստոնյա օջախները։ Քրիստոսի հարության տոնն է, ամենակարևոր տոնը երևի մարդկության պատմության ընթացքում։ Տոնին հաղորդակից միշտ լինում ենք, հոգու հանգստություն երևի, մեղքերի թողություն։ Ճրագը իհարկե դա Աստծո լույսն է, Աստծո օրհնությունը մեր բոլորի ընտանիքներին։ Մենք էլ որպես հավատացյալ ժողովուրդ սիրով մասնակցում ենք եւ մեծ հույսերով, մեծ ակնկալիքներով։ Լուսինե Բալյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։